Ողջույն, ես Տիգրան Խզմալյան եմ, Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահը։ Ավազը ժամացույց նախագծի հոսող ծորող շրջանակներում մենք շարունակում ենք մեր հանդիպումները և քննարկումները Հայաստանի և աշխարհի անցուդարձի մասին։ Այսօր մենք կսկսենք խոսակցությունը մի իրավիճակից, որը գրեթե աննկատ է անցել աշխարհի համար, ամենադեպս Հայաստանի, մեր հարևան և բարեկամ երկրում, Իրանում, գրեթե աննկատ տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, ոչ ավել ոչ պակաս։ Ինչու դա չդարձավ համաշխարհային սկանդալի տեղեկատվության նյութ, որովհետև Իրանը գտնվում է պատերազմական իրավիճակում և նման դեպքերում նման զարգացումները գրեթե բնական են։ Պատերազմի ընթացքում իշխանությունը վերակառուցվում է և հաճախ որոշումների ընդունումը անցնում է ռազմական ղեկավարությանը։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Իրանում, սակայն դա տեղի ունեցավ ոչ թե համաձայնության ներքին ազգային արդյունքում, այլ փաստացի Իրանական Իսլամական Հանրապետության հատուկ զորքը, որը կոչվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս, կորպուսը երևի տվյալ դեպքում ճիշտ չի, բայց մեր բանակում նույնպես կա այդպիսի հասկացություն, մի խոսքով, այդ Ալ-Քուդս էլիտար զորքը վերցրեց իշխանության լծակները իր ձեռքը և դա իսկապես ստեղծեց նոր իրավիճակ, որովհետև քաղաքական ու քաղաքացիական իշխանությունները, նախագահ Փեզեշքիանը, արտգործնախարար Արաքչին, կառավարությունը փաստացի ոչ միայն հեռացվել են որոշումներ ընդունելուց, այլ փաստացի նրանց նախաձեռնությունը չեղարկվել է, իսկ նախաձեռնությունը այն էր, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ անհրաժեշտ է բանակցություն, անհրաժեշտ է փոխզիջում և ինչ-որ խաղաղ գործընթաց։ Իսլամական գվարդիան, հեշտության համար այդպես անվանենք դա, ժամեր անց Փեզեշքյանի և Արաքչիի այդ հայտարարված նախաձեռնությունից հետո չեղարկեց այդ որոշումը, հայտարարելով, որ չի մասնակցելու բանակցություններին, իր հերթին 3 նախապայման է դրել վերջնագրի տեսքով Միացյալ Նահանգների և Իսրայելի առջև։ Ինչ վերաբերվում է գերագույն իշխանություն Իրանում համարվող մոլլաների, այաթոլլաների խորհրդին, ապա նրանցից էլ որևէ հստակ տեղեկություն չի գալիս, ավելին երկրում և աշխարհում վստահ չեն, որ այաթոլլա Խամենեիի կրտսերը, Մաջթաբը, սպանված Ալի Ակբար Խամենեիի, կներեք, 86-ամյա այաթոլլա Խամենեիի որդին աշխատունակ է և նա չի երևում արդեն վաղուց, դա բացատրում են անվտանգության հարցերով, բայց իրականում ակնհայտ է մի բան. Իրանում իշխանությունը ավանդաբար բաժանված էր հորիզոնտալ առումով, ոչ միայն իշխանությունը, նաև ինքնապաշտպանությունը, տնտեսությունը, Իրանը այդ առումով շատ հետաքրքիր երկիր է և նրա ակնհայտ դիմադրողականությունը, տոկունությունը շատ առումով բացատրվում է հենց այդ հանգամանքով։ Ավանդաբար պարթևական կայսրությունը, պարսից կայսրությունը և իսլամական Իրանը, շահական Իրանից հետո, կազմակերպված են ոչ թե ուղղահայաց սկզբունքով, ինչպես օրինակ
ռոմեական, բյուզանդական, օսմանյան, ռուսական կայսրությունները, այլ հորիզոնտալ։ Եվ ասենք, ինչ վերաբերվում է պատերազմական իրավիճակին, փաստացի Իրանում գործում են գրեթե անկախ, թեև համակարգված իհարկե, որոշումներ ընդունելու 10-ից ավելի կենտրոններ, որոնք բաշխված են շրջաններով, եւ ամեն մի շրջանի ղեկավարը, ռազմական ղեկավարը, ունի իր լիազորությունները եւ կազմակերպում է ինքնապաշտպանությունը ինքնուրույն։ Եվ նման ասիմետրիկ պատերազմի դեպքում սա կտրուկ բարձրացնում է երկրի դիմադրողականությունը։ Այս դեպքում մենք փաստորեն տեսնում ենք հակառակ գործընթացը, երբ ավանդաբար բաշխված եւ դրանով իսկ ուժեղ ու կայուն իշխանության մեխանիզմները կենտրոնանում են մի փոքր խմբի ձեռքում։ Դա կարելի է համեմատել սովետական միության ուշ շրջանի հետ, երբ ամենակարող համարվող եւ արդարացիորեն համարվող այդպիսին KGB-ն այնքան էր կենտրոնացրել ֆինանսական, տնտեսական, ռազմական եւ քաղաքական լծակները իր ձեռքում, որ ինչ որ պահին հեռացրեց Կոմկուսը, կոմունիստական կուսակցությունը այլևս KGB-ին պետք չէր եւ ռեժիմի, սովետական ռեժիմի, ստալինյան ռեժիմի, Լենին-ստալինյան ռեժիմի շղթայի վրա պահվող շները, չեկիստները շուռ եկան, շրջվեցին եւ հոշոտեցին տերերին եւ 2000 թվականին 99-2000 թվականին ուշադրություն դարձրեք, որ դա գրեթե համընկնում է, հիմա ես դրանք անդրադառնամ, բռնի իշխանափոխությանը Հայաստանում, որովհետև Հայաստանում KGB-ն առաջին անգամ դա փորձարկեց Հայաստանը շատ հարմար կոմպակտ օբյեկտ էր նման բաներ փորձարկելու համար եւ քանի որ սկսեցի հիշեցնեմ 99 թվականի հոկտեմբերի 27-ը ակնհայտորեն ռուսական հատուկ ծառայությունների կազմակերպած ահաբեկչություն էր, որի արդյունքում մեզանում բաշխված 3 մասի նախագահ Քոչարյան, վարչապետ Վազգեն Սարգսյան եւ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյան, որոնք գրեթե իրավահավասար են, իսկ վերջի երկուսի դաշինքը բերեց փաստորեն նաեւ լուրջ քաղաքական կառույցի, որը հակադրվում էր ոչ միայն եւ ոչ այնքան Քոչարյանին, այլ նրա միջոցով գործող ռուսական ազդեցությանը, այդ ամենը մի քանի կրակոցներով, մի քանի վայրկյաններում ընդհատվեց հոկտեմբերի 27-ին, մենք դա հիշում ենք, եւ հենց այդ առիթով առաջին անգամ Հայաստան եկավ դեռևս վարչապետ, Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որը ընդամենը 2 ամիս դրանից առաջ FSB-ի տնօրենն էր, այսինքն KGB-ն կազմակերպեց եւ բերելով իշխանության Մոսկվայում, Կրեմլում Պուտինին, իրենք փորձարկեցին ռազմական հեղաշրջում Հայաստանում որպես փորձ ռեպետիցիա եւ ստանալով իրենց համար ցանկալի արդյունք, որոշեցին այդ փորձը տեղափոխել Մոսկվա, ճիշտ է Մոսկվայում ֆիզիկապես չոչնչացվեց նախագահ Ելցինը, նրան ոչնչացրեցին բարոյապես, հանկարծ հայտնվում էին նրա անցթափ գինովցած ոչ ադեկվատ պայմաններում տեսանկարված, իսկ ով կարող է տեսանկարել Ռուսաստանի նրան իհարկե հատուկ ծառայությունները միայն, տեսարաններ, նրան վարկաբեկում էին օրնիբուն, նրան դարձրեցին ծաղրացու, վարկաբեկեցին եւ բերեցին նրան, որ նույն 99 թվականի, այսինքն Հայաստանի ահաբեկչական հեղաշրջումից
2 ամիս անց, դեկտեմբերի 31-ին, Ելցինն ասաց, ես հոգնեցի, ես հեռանում եմ։ Եվ այդ պահին ոչ թե նախագահ Ելցինին փոխարինեց նախագահ Պուտինը, ոչ, KGB-ն փոխարինեց քաղաքական դասը, KGB-ն կերավ քաղաքական դասը, և շատ շուտով Պուտինը սկսեց նշանակել կառավարության անդամներին իր չեկիստների շրջանակից, դա առաջին անգամ էր պատմության մեջ ընդհանրապես, եգիպտական փառավոնների ժամանակից Քրմերը կամ միջնադարյան Ֆլորենցիայի Մեդիչիները ու Սֆորցաները, կամ ասենք նույն Ռուսաստանում Իվանահեղ արքայի ապրիչնիկները, Ստալինի նույն ժամանակվա NKVD չեկիստները, նրանք բոլորը զրկված էին իշխանությունից։ Ժամանակ առ ժամանակ իշխանությունը, քաղաքական իշխանությունը մորթում էր նրանց, հասկանալով, որ նրանք մեծ վտանգ են և իր, և պետության համար, իշխանության համար և պետության, քաղաքական իշխանության համար։ Եվ առաջին անգամ պատմության մեջ հատուկ ծառայությունը գալիս է իշխանության։ Եվ կրկնում եմ, դա կատարվեց Հայաստանում առաջին անգամ։ Քոչարյանը նշանակում է, որ իշխանության Հայաստանում եկան հատուկ ծառայությունները և ոչ թե հայկական, այլ ռուսական հատուկ ծառայությունները։ Եվ հիմա ինչու եմ ես այդքան հեռացել մեր հայտարարված թեմայից, որովհետև Իրանում կատարվում է նույնը։ Եվ դա ճիշտ հասկացան Իրանի հիմնական ախոյանները օրվա, Իսրայելը և Միացյալ Նահանգները։ Ինչու՞։ Նրանք ընդհատեցին ռազմական կամպանիան և հետաձգում են նոր հարվածները, որոնք իհարկե կարող են ոչնչացնել Իրանը որպես պետություն, այստեղ ոչ մի պատրանք պետք չէ տածել, որ Իրանը դիմանում է այդ ռումբերին, այդ զենքերին, այդ մակարդակի ռազմական ուժին և հետախուզական կարողություններին ոչ մի երկիր դիմանալ չի կարող։ Այսինքն այս մուկն ու կատու խաղը բացատրվում է նրանով, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը ձգտում են Իրանում իշխանափոխության, այլ ոչ թե երկրի ոչնչացմանը։ Իրենք ձեռք չեն տալիս գրեթե բանակը, մենք այդ մասին խոսել ենք, նրանք գերադասում են զերծ մնալ քաղաքացիական բնակչության դեմ ռազմական գործողություններից և թիրախավորել են սկզբից քաղաքական, կրոնական, իսկ հիմա նախ և առաջ իսլամական գվարդիայի ղեկավարությանը։ Եվ հիմա Իրանը պաշարված է, բայց այս ամենը թեև բարդ խաղ է, այնուամենայնիվ իրական մեծ խաղ է, միայն երևացող մակերեսային մասն է, որովհետև եթե Իսրայելի համար Իրանի դեմ պայքարը ինչ որտեղ գաղափարախոսական էր, մինչև վերջերս, հիմա դա այդպես էլ չէ այլևս։ Հիմա Իսրայելը այլ վտանգ է տեսնում իր համար, և դա արդեն Իրանը չէ, դա Թուրքիան է, և դա առանձին մեծ խոսակցության առիթ մեզ կտա, բայց հիմա ես ուզում եմ կենտրոնանալ մեկ այլ բանի վրա։ Միացյալ Նահանգները գործողությունները Իրանում սկսել են դեռևս 20 տարի առաջ հայտարարված միջին արևելքի կամ նոր միջին արևելքի վերակառուցման տրամաբանությամբ, բայց այդ 20 տարում կտրուկ փոխվեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը և հիմա փոխվեց նաև գլխավոր թիրախը։ Գլխավոր թիրախը Միացյալ Նահանգների համար Իրանը չէ, այլ Չինաստանն է։ Չինաստանը, որը իր տնտեսական, իսկ շուտով նաև ռազմական հզորությամբ հասել է Միացյալ Նահանգներին։ Եվ առաջին վտանգը Միացյալ Նահանգները զգացին հենց Իրանում, որովհետև մի քանի տարի առաջ
Ստեղծվեց եւ ավելի ճիշտ ստեղծվեց ավելի վաղուց, բայց մի քանի տարի առաջ այսպես կոչված BRICS-ը, դա իրականում ռուս-չինական կառույց է, որին Սի Ցզինպինը եւ Պուտինը փորձեցին միացնել այլ երկրներ, Բրազիլիայից մինչեւ Հնդկաստան, Աֆրիկայով, Պակիստանով, այլ երկրներով։ Սակայն գլխավոր խաղացողները այստեղ Ռուսաստանն են եւ Չինաստանը։ Մոտավորապես 2010 թվականին Ռուսաստանը մշակեց նոր ռազմավարություն, որտեղ Չինաստանը կատարելու էր Ռուսաստանի գլխավոր գործընկերոջ դերը։ Երկրորդ գործընկերը Ռուսաստանի համար Թուրքիան էր, հետևաբար նաև Ադրբեջանը։ Հայաստանում դա չհասկացան, չնկատեցին եւ դա շատ թանկ նստեց մեզ վրա։ Դա 20 թվականի պատերազմի հիմնական պատճառն էր եւ 23 թվականի Արցախի հայրենազրկումը։ Ուշադրություն դարձրեք, որ երկու դեպքում էլ Չինաստանը հանդես էր գալիս որպես Ռուսաստանի դաշնակից եւ հետևում էր Ռուսաստանի որոշումներին։ Բայց Չինաստանը Ռուսաստանին չի վերաբերվում որպես գործընկերոջը։ Ռուսաստանը Չինաստանի համար հումքային կցորդ է։ Չինաստանը ընդհանրապես իրեն դիտում է որպես աշխարհի կենտրոն։ Եվ դա նորություն չէ։ Դա միջնադարից եկած չինական խորագույն ինքնության մանիֆեստացիա է։ Իսկ ինչու Իրանը, որովհետև Իրանից է, որ եւ ոչ միայն Հորմուզի, այլ նաեւ հաջորդ նեղուցով Բաբել, Մանդեբ նեղուցով, որտեղ արդեն Եմենն է կարողանում Իրանի մեծ գլխավոր մնացած դաշնակիցը պոտենցիալ վտանգ ներկայացնել միջազգային առևտրային եւ վառելիքային շրջանառության համար։ Սա զենք է դարձել եւ Միացյալ Նահանգները վերցնելով Վենեսուելան այս պատերազմից առաջ ապահովեցին իրենց վառելիքային, նավթային, գազային անվտանգությունը, անկախությունը եւ օգտագործում են հիմա այս զենքը Չինաստանի, ինչպես նաև Ճապոնիա, Հարավային Կորեայի, Հնդկաստանի դեմ, որովհետև BRICS երկրները ինչ որ պահին որոշեցին անցնել դոլարային առևտրից դեպի յուան։ Եվ Իրանը առաջինն էր, որ փորձեց դա կիրառել, իրականացնել։ Հենց այդ պահին, երբ որ մոտավորապես կես տարի առաջ Իրանը սկսեց իրականացնել, հետևելով Ռուսաստանին իմիջիայլոց, իր առևտուրը նավթային յուաններով, առաջին իսկ նման փորձերից Միացյալ Նահանգներում առաջացավ խուճապ եւ պատերազմը կանխորոշված էր։ Մնացածը Իսրայելի որոշումները այդ ամենը երևացող մասն է։ Այս պատերազմի հիմնական իմաստն է կախվածության մեջ, վառելիքային կախվածության մեջ պահել Ասիան։ Դա է Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը, պահպանելու համար դոլարային մենաշնորհը համաշխարհային տնտեսության համար։ Լավ է դա թե վատ է, դա այդպես է։ Պատկերացրեք, եթե մեր կյանքից անհայտանա դոլարը, դուք պատկերացնում եք ինչ քաոս կսկսվի ոչ միայն շուկաներում, բորսաներում, բանկերում, ձեր իսկ կյանքում։ Այդպես որ եկեք այստեղ չքննարկենք ինչ կլիներ, եթե արդյոք ճիշտ է դա թե ոչ։ Սա այն աշխարհն է, որը 73 թվականից պետրոդոլար, այսինքն դոլարի նավթային ապահովության ժամանակից ի վեր, դա Քիսինջերի եւ Նիքսոնի գաղափարն էր, դա այդպես է։ Վերջին 50 տարի 53 արդեն տարի, դա այդպես է եւ համաշխարհային տնտեսությունը գործում է այսպես։ Միացյալ Նահանգները փորձում են այդ պահպանել։ Ուրիշ հարց է, որ Թրամփը այդ ճանապարհին գործում է կացնային եղանակով եւ նա կարողացավ նեղացնել եւ օտարեցնել իր բնական դաշնակիցներին Կանադայից մինչև Եվրամիություն, Մեքսիկայից
մինչև Հնդկաստան։ Եվ սա Միացյալ Նահանգների գլխացավն է։ Բայց ինչու է սա կարևոր Հայաստանի համար, որովհետև իսկ հիմա անցնում եմ գլխավորին, մեզ համար կարևորին։ 25 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված TRIP-ի համաձայնագիրը ներկայացված էր որպես ճեղքում, որպես Հայաստանի անվտանգության երաշխիք 99 տարով։ Դուք հիշում եք այդ խոսքերը։ Մենք ապրելու ենք անկախ, Միացյալ Նահանգները երաշխավորում են մեր անվտանգությունը, սա իրականում հայ-ամերիկյան ռազմավարական նախագիծ է։ Դեռ հիշում եք այդ ամենը։ Արդեն օգոստոսի 9-ին Հայաստանի Եվրոպական կուսակցությունը վարչության նիստում քննարկեց այս նախագիծը, եւ մենք եկանք եզրակացության, որ սա մեծագույն ռազմավարական սխալ է։ Ինչու՞։ Ես չեմ ուզում հիմա բոլոր մանրամասների մեջ մտնել, որովհետև ձեզ դա չի հետաքրքրի։ Ես ընդամենը կբերեմ ձեզ այսօրվա իրավիճակը որպես փաստ, որ մենք ճիշտ էինք։ Հիմա TRIP-ը, այսինքն Միացյալ Նահանգների նախագիծը Իրանի անմիջական սահմանի, հյուսիսային Իրանի սահմանի վրա, Հայաստանի հարավային սահմանի վրա, դիտվում է որպես պատերազմական գործողություն, ոչ ավել, ոչ պակաս, որովհետև TRIP-ը նախատեսված էր Իրանին շրջափակելու Հայաստանից եւ հետեւաբար եվրոպական ճանապարհներից։ Եվ Իրանը չի թաքցնում, չի բարձրաձայնում առանձնապես, բայց մեկ-երկու հայտարարություններ բավական են, որ հասկանանք։ TRIP-ը այսօրվա Իրանը այս պահին պատերազմական իրավիճակում, որը կարծես թե չի էլ ավարտվում, դիտվում է որպես թշնամական գործողություն։ Այսինքն Հայաստանը կամա թե ակամա մենք զգուշացնում ենք կես տարի առաջ, որ դա այսպես է լինելու, մեզ չլսեցին։ Մեր գործընկերները հիմա TRIP-ի դեմ մեր դիրքորոշումը, ոչ թե TRIP-ի դեմ, այլ այն ձևի, որը ընդունել է այդ նախագիծը, այդ մեր քննադատությունը ներկայացնում են որպես թշնամական մոտեցում, քաղաքական սխալ։ Հիմա ով է սխալ, մենք, որ կանխատեսում ենք այսօրվա զարգացումները, թե նրանք, որ հիմա լռում են այդ մասին։ TRIP-ի մասին դուք վաղուց ոչինչ չեք լսել, չէ՞։ Որովհետև TRIP-ը այս վիճակում չի իրականացվի։ Ավելին, TRIP-ը փակել էր հյուսիս-հարավ նախագիծը, որը 10 տարուց ավել Եվրոպան իր փողերով կառուցում էր։ Եվ երբ որ դուք այսօր Գյումրի եք գնում եվրոպական մակարդակի մայրուղիով, շնորհակալություն ասեք ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Եվրոպական միությանը, որը 2 անգամ միլիարդ եվրո էր հատկացրել, առաջին միլիարդը գողացան։ Սերժ Սարգսյանի օրոք։ Կերան Ռուսաստանի դրդմամբ իմիջիայլոց։ Երկրորդ անգամ ոչ այդքան բարձր մակարդակի, ոչ թե բետոնե, ինչպես նախատեսվում էր գերմանական ավտոբանի, վրացական ճանապարհների մակարդակի, այլ ասֆալտով, բայց շատ է քիչ որակյալ ասֆալտով, մինչև 10-15 սանտիմետր սովորական 5-ի փոխարեն ճանապարհը կառուցվում է։ Դրա հարավային ամենածանր մասը կառուցում էր ով։ Իրանը, որտեղ Իրանը կյանքի ու մահվան կարևորություն էր տալիս այդ TRIP ճանապարհին եւ իր բանվորներով, իր ինժեներներով, իր սարքերով թոնելներ էր փորում, կամուրջներ էր կառուցում, հիմա արդեն չէ։ Դեռ 3-4 ամիս առաջ կառուցում էին, որովհետև դա նրանց կյանքի ճանապարհն էր դեպի հյուսիս, դեպի Հայաստան, Վրաստան, Սևծով, դեպի Եվրոպա։ Եվ հիմա այս ամենը կանգնեցված է։ Եվ այստեղ գալիս ենք ամենակարևորին։ Վերջի վերջո, ով է շահել այսպես կոչված TRIP-ից։ Այն մարդիկ, ովքեր անվանում էին եւ անվանում են դա Զանգեզուրի միջանցք, Ալիևը եւ Էրդողանը, որովհետեւ այս ամպագորգոր պաթետիկ նախագծից
Մնացել է միայն մեկ նստվածք, չոր նստվածքը, չոր արդյունքը, հետևյալն է, Ադրբեջանը կարողացավ Հայաստանի, կարողանում է Հայաստանի տարածքով կապվել Նախիջևան, հետևաբար Թուրքիայի հետ, որովհետև Թուրքիան Նախիջևանի հետ ուղիղ կապ ունի։ Թուրքիան, ինչպես ձեզ հայտնի է, արդեն օգոստոսի 20-ին, այսինքն տրիպի ստորագրումից 20 օր անց սկսեց կառուցել $3 միլիարդ ճանապարհ, որը շրջանցում է Հայաստանը, երկաթուղային ճանապարհ, Կարսից մինչև Նախիջևան, չօգտագործելով Կարս-Գյումրի ճանապարհը, որը 100 տարի դրված է այնտեղ, որպեսզի Հայաստանը մնա շրջափակված։ Եվ վերջինը այս տրամաբանական կառուցվածքի մեջ։ Իսկ ինչպես են վաճառում ճակերտներով քաղաքական շուկայում տրիպը, որպես ճանապարհ արևմուտքից արևելք, որտեղ, որն է այն արևելքը, որին ձգտում են կառուցել, հասնել այս ճանապարհով։ Ադրբեջանը, իհարկե ոչ։ Միգուցե Թուրքմենստանը, չեմ կարծում։ Կենտրոնական Ասիայի երկրները ինչ են իրենք արտադրում։ Գազ, նավթ, հա, բայց դրա համար տրիպ չպետք չէ կառուցել։ Դրա համար կան խողովակներ, արդեն կառուցված։ Ոչ, ճանապարհը պետք է հասներ գլխավոր նպատակին, Չինաստանին։ Իսկ հիմա վերջին հարցս։ Եթե մենք համոզվեցինք, ես հույս ունեմ, որ դուք համաձայն եք, որ այս պատերազմը Չինաստանի դեմ է, Ամերիկայի պատերազմը Չինաստանին թուլացնելու պատերազմ է, ապա արդյոք Միացյալ Նահանգները այսօր 26 թվականի ապրիլ-մայիսին գարնանը նույնքան շահագրգռված են դեպի Չինաստան ճանապարհով արևմուտք-արևելք, Եվրոպայից դեպի Չինաստան, որքան դա հայտարարվում էր որպես դարակազմիկ համաշխարհային նախագիծ 25 թվականի օգոստոսին։ Իհարկե ոչ։ Դրա համար չէ բերել Թրամփը իր ողջ նավատորմը եւ ամեն օր $1 միլիարդ ծախսում է միայն այդ նավատորմը պահելու համար Պարսից ծոցում, որ դրանից օգտվի Չինաստանը։ Ոչ, ճիշտ հակառակը, նա դա անում է Չինաստանին ծնկի բերելու համար։ Ուրիշ հարց է կհաջողվի նրան թե ոչ, բայց նա բնականաբար ոչ մի քայլ այլևս չի անի Չինաստանին օգնելու շրջանցել ցամաքային ճանապարհով ծովային շրջափակումը, որը նա, կրկնում եմ, ամեն օր $1 միլիարդ ծախսելով ապահովում է Հորմուզի նեղուցում։ Ահա որն էր մեր անհամաձայնության, առարկության պատճառը 25 թվականի օգոստոսին, երբ մենք ասում ենք, որ trip-ը դա trap է, անգլերեն trap դա նշանակում է թակարդ, որովհետև դրանից կօգտվեն միայն Ադրբեջանը եւ Թուրքիան։ Միացյալ Նահանգներին դա այլևս պետք չէ։ Պետք էր նրան միայն ցույց տալ, որ տեսեք, ես 18-րդ թե 46-րդ պատերազմն ընդհատեցի եւ դրա համար պարբերաբար մեկ Վաշինգտոն, մեկ Դավոս բերում է հրավիրում է Ալիևին եւ Թրամփին, ես նկատի ունեմ, Ալիևին եւ Փաշինյանին ցույց տալու համար, թե տեսեք, ես Ալբանիան եւ Կամբոջան, կներեք, Արմենիան եւ Ադրբեջանը բարիշեցրել եմ։ Հիմա նրան դա արդեն չի հետաքրքրում։ Խաղաղության խորհուրդ, որտեղ Փաշինյանը հայտնվեց Իսլամական լիգայի եւ Միացյալ Նահանգների հետ միասին, Աբրահամյան համաձայնագրեր, լուրջ։ Բա որ մենք ձեզ ասում էինք, որ այսպես է լինելու, ծիծաղում էիք, թքում մրում էիք, եթերից էիք մեզ կտրում։ Դուք հերթական անգամ սխալվեցիք։ Մենք հերթական անգամ ճիշտ եղանք։ Երբ որ դուք լսում եք մեզ, ամեն ինչ լավ էր մեր երկրում։ Երբ որ դուք լսում եք մեզ, դուք ընդունեցիք մեր նախաձեռնած Եվրամիության անդամակցության օրենքը։ Երբ դուք մեզ չեք լսում, դուք ընկնում եք նույն ծուղակը նորից ու նորից։
Հայաստանը չունի ուրիշ ճանապարհ, բացի Եվրամիության անդամակցությունից։ Բոլոր մնացած ճանապարհները պահում են մեզ ռուս-թրքական թակարդում։ Հիշեք դա։ Ով որ ասում է դες հակառակը, կամ հիմար է եւ միամտորեն հավատում է իր ստերին, կամ պարզապես սրիկա է եւ ստորաբար խափում է ձեզ։ Մենք չենք դառնա հզոր բանից դուրս, Եվրամիությունից դուրս։ Մենք չենք համաձայնվի երբեք մնալ ռուսական գուբերնիա կամ թրքական ադրբեջանական վիլայետ։ Դա չի լինի։ Մենք զգուշացնում ենք ձեզ։ Մենք հիմա էլ ենք զգուշացնում։ Այն ընտրությունները, որոնք սարքում են ձեր գլխին, ընտրություններ են Պուտինի եւ Ալիևի միջև։ Եվ ահա ինչու բոլորը միավորվեցին, որ ընտրություններին մասնակցելու արգելքը պահպանվի մեկ կուսակցության համար։ Դա Հայաստանի Եվրոպական կուսակցությունն է։ Այդ հարցում միավորվեցին եւ պրոռուսական ուժերը, եւ պրոադրբեջանա-թուրքական լոբբին, եւ մեր նախկին գործընկերները, որոնք հրաժարվեցին մեզ հետ միանալու, ավելին, նրանք չմիացան միմյանց միջև, իրար հետ չմիացան։ Այսինքն դեմոկրատական ընդդիմությունը արդեն պարտվեց դեռ ընտրություններից առաջ, որովհետև դա է Կիրիենկոյի պլանը, դա է Պուտինի ու Ալիևի պլանը իրականում, որը ընդունում է եւ Փաշինյանը, եւ նրա գործընկերները ռուսական դաշինքից։ Բոլոր նախագահները Տեր-Պետրոսյանից իր հակով մինչև Քոչարյան իր Հայաստան կամ ավելի ճիշտ Ռուսաստան դաշինքով մասնակցում են ընտրություններին։ Նայեք ում են հեռացրել Հայաստանի Եվրոպական կուսակցությանը, որովհետև միայն մենք ենք ճիշտ կանխատեսում զարգացումները։ Իրանը դիմադրում է, բայց ելքը կանխորոշված է։ Իրանը չունի ուրիշ ճանապարհ, բացի ժողովրդավարական իշխանափոխությունից եւ կարծում եմ թագավորական իշխանությունը վերականգնելուց։ Մեծ հաշվով Հայաստանը նույնպես, բայց Իրանը ունի մեծ տարածք եւ ռեսուրսներ եւ ազգաբնակչություն, մենք դա չունենք։ Մենք ընդամենը մի քաղաք պետություն ենք։ Եվ եթե դուք չլսեք մեզ, եթե իշխանությունը շարունակի իր խաղերը վտանգավոր, մահաբեր, մահացու վտանգավոր խաղերը ռուս-թուրքական տանդեմի հետ, ապա այդ տանդեմը կօգտագործի իրավիճակ այնպես, ինչպես 2020 եւ 23 թվականին օգտագործեց։ Ես ավելին հիմա չեմ ուզում ասել։ Մենք զգուշացնում ենք ձեզ։ Ես չեմ ասում ում ընտրեք։ Ընտրություն այլևս հիմա չկա։ Իրանք ոչնչացրեցին ընտրության հնարավորությունը, ցավոք սրտի։ Մենք այդ ֆարսին չենք մասնակցում։ Մենք շարունակելու ենք անկեղծ ասել այն, ինչ մտածում ենք, կիսվել ձեզ հետ մեր մտքերով, մտահոգություններով, կարծիքներով, վերլուծություններով։ Եթե դա ձեզ հետաքրքիր է, բաժանորդագրվեք, եթե ուզում եք օգնել մեզ, հղումում կգտնեք ինչպես օգնել Եվրոպական Հայաստանի գաղափարին, ուղարկեք մեզ ձեր հարցերը, մենք անպայման կպատասխանենք։ Այսօր այսքանը, շնորհակալություն։